Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Օգնյալ է հայտնություն Քրիստոսի։ Ձեզ եւ մեզ մեծավետիս։ Այսպես ողջունելով ժամը 13-ից Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Բաքում հավաքվում էին քաղաքացիներ, որ մասնակցեին ուխտերթին։ Այդ մասին հունվարի 5-ին էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել, տեղեկացնելով հենց Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում էլ մասնակցելու է Սուրբ Ծննդի պատարագին։ Առավել քան երբևէ ձեր աղոթքների, ձեր ջանասեր աղոթքների կարիք ունենք բոլորս։ Պետության հետ համատեղ Սուրբ Ծննդյան այս հրաշազարդ օրերին ծնունդ առավ մեր սիրելի եկեղեցու բարեկարգության օրակարգը եւ ես վստահ եմ, որ բոլորիս աղոթքներով մենք պիտի գոտեպնդվենք եւ խրոխտ քայլերով քայլենք առաջ իբարս մեր եկեղեցու եւ ի հզորացում մեր պետականության։ Թող Աստված օրհնի բոլորիս։ Սուրբ Ծննդի պատարագից հետո քաղաքացիները, նախարարները, այլ պաշտոնյաները վարչապետի ու տիկնոջ գլխավորությամբ միացան Բաքում սպասող քաղաքացիներին ու միասին անցան Ալեք Մանուկյան փողոցը, Սայաթ Նովա պողոտան։ Ուխտերթին չմասնակցող քաղաքացիները ճանապարհին, մայթերից, պատշգամբներից հետևում էին, ոմանք ողջունում։ Ուխտերթի կանգառը Սայաթ Նովա Աբովյան խաչմերուկում գտնվող Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցին է։ Եվ մի տաներս մեզ ի փորձություն, այլ բրկյաս մեզ իչարը, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք Հավիտյանս ամեն։ Մեր այսօրվա երթին ծափահարենք տաքանակ մի քիչ։ Տեսակ ծափահարեցիք ավնիները թռան։ Շատ կարևոր է արձանագրել, թե մեր երթը ինչի համար էր եւ ինչ էր նշանակում։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրը եկեղեցուց եկեղեցի քայլերթը խորհրդանշում է Հայաստանի որպես առաջինը քրիստոնեություն ընդունած պետության ինքնության վերահաստատումը եւ խաղաղության ճանապարհով ընթանալու հանձնառությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարում Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցու Բաքում։ Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցու պատարագի կարգում բազմիցս հնչում է հետևյալ նախադասությունը. Եվ եւս խաղաղությամբ Աստծուն աղաչեցուք։ Այս գրաբար նախադասությունը թարգմանաբար նշանակում է եւ խաղաղության համար Աստծուն աղաչենք։ Շատ խորհրդանշական բան է տեղի ունեցել, որովհետեւ մենք բոլորս շատ երկար ժամանակ խաղաղության համար աղաչել ենք Աստծուն։ Բայց ի վերջո եկել է այն պահը, երբ որ մենք հասկացել ենք, որ խաղաղության համար Աստծուն աղաչելու զուգահեռ մենք ինքներս պետքա մեր որոշումներով, մեր գործողություններով, մեր քայլերով ստեղծենք այդ խաղաղությունը։ Եվ այսօր Հայաստանի Հանրապետությունում ստեղծված է այդ խաղաղությունը եւ մենք այսօր քայլում էինք Հիսուս Քրիստոսի մեր փրկչին ասելու, որ մենք ի վերջո գնում ենք քո պատգամի հետևից եւ մենք ստեղծում ենք խաղաղություն եւ մենք ոչ միայն աղաչում ենք քեզ այդ խաղաղության համար, այլ ինքներս մեզ ենք կոչում խաղաղության։ Մենք վերահաստատվում ենք որպես առաջինը քրիստոնեությունը ընդունած պետություն։ Հայ ժողովուրդը քրիստոնյա է դարձել տրդած մեծ թագավորի որոշմամբ եւ հրովարտակով, որը իհարկե ուղղորդվում էր Հիսուս Քրիստոսի եւ
Հիսուս Քրիստոսի դեսպանի առաքյալի մեր առաջին հայրապետ Գրիգոր Լուսավորչի կողմից եւ իրական Հայաստանը վերահաստատվում է որպես քրիստոնեական այդ արժեքների կրողը, որպես այդ քրիստոնեական արժեքների վրա հիմնված պետություն։ Կառավարությունը չի գործում, չի գործել եւ երբեք չի կարող գործել եկեղեցու դեմ, հայտարարում է Փաշինյանը ի հեճուկս շրջանառվող այդպիսի խոսակցությունների։ Կառավարությունը Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ է։ Մենք ընդհանրապես եկել ենք արձանագրելու, որ ոմանք փորձ են անում որպես հենակետ օգտագործել Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցին օգտագործելու պետության դեմ։ Եվ ես, որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված վարչապետ ասում եմ, որ մենք դա թույլ չենք տալու։ Եվ այն մարդիկ, ովքեր եկեղեցին հասցրել են այս կետին, որ այն հնարավորություն լինի ոմանց մտքով անցնել, որ կարելի է օգտագործել որպես հենակետ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, այս մարդիկ հենց մեր եկեղեցու կարգի համաձայն հերձված են դարձել։ Ես ուզում եմ ասել, որ ցավոք այսօր եկեղեցու փաստացի պետը եւ իր վերնախավը, իր ձևավորած նեղ շրջապատը ըստ էության մենք պետք է արձանագրենք, որ աղանդավորական տրամաբանության մեջ են, հերձվածի մեջ են։ Եկեղեցին պետք է ազատել հերձվածից, վերադարձնել ժողովրդին, որտեղ մարդը կարող է հաղորդակցվել Հիսուս Քրիստոսի հետ։ Վարչապետի կոչն է։ Մենք այլևս մեր եկեղեցին եւ մեր եկեղեցու հոգեվոր սպասավորներին եւ մեր եկեղեցուն, մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին մենակ չենք թողի։ Եվ մենք եկել ենք էսա պատճառը։ Գիտեք, շատերը դրա մեջ քաղաքական ակցիա են տեսնում։ Այս է պատճառը, որ այդ թվում ես եւ մեր կառավարության ներկայացուցիչներ պատարակների ժամանակ ծնկի են գալիս խորանի առաջ մեղքերի համար, թողություն խնդրելու համար։ Եկեղեցու բարենորոգման համար հունվարի 4-ին նաև վարչապետը եւ 10 եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ հայտարարություն են տարածել, հայտարարել, որ ձևավորում են համակարգող խորհուրդ, որին վերապահում են հայ առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթները։ Բարձր ծափերով ողջունենք 10 եպիսկոպոսներին եւ մեր բոլոր հոգեվոր հայրերին, ովքեր կանգնել են եկեղեցու բարենորոգման ճանապարհին, եւ մենք պետք է պաշտպանենք նրանց, մենք պետք է թիկուն կանգնենք նրանց, այնպես ինչպես իրենք այս դժվար պահին թիկուկ են կանգնել իրենց ժողովրդին եւ իրենց պետությանը։ Կամ այսպիսի հանգամանք, որ հիմա փորձ է արվում մատնանշել, տարբեր խնդիրներ առաջ քաշել, ես ուզում եմ հստակ լինի, որևէ մեկը Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգի որևէ հետևորդ չի ասում, ինքը իրեն չի սրբացնում, ընդհակառակը այդ տեքստի մեջ հստակ արձանագրել է, որ մեզնից յուրաքանչյուրը ընդունում է իր մեղավորությունը։ Ըստ այդ հայտարարության համակարգող խորհրդի կազմը նաև կարող է ընդլայնվել համակարգող խորհրդի միաձայնությամբ։ Հայտարարությանը առաջինը արձագանքել է Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր-Գուսան ծայրագույն վարդապետ Ալչանյանը, ողջունելով Հայաստանի վարչապետի եւ 10 սրբազանների կազմած համակարգող խորհրդի ստեղծումը եւ հայտարարելով, որ միանում է նրանց, ընդունում հռչակագրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը, քանի որ ըստ Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահի վերջին շրջանում 10 բարձրաստիճան հոգեվորականների բարձրացրած արդար հարցերը վաղուց արտիական էին եւ լուծման կարոտ։ Վարչապետը Վարդապետ Ալչանյանի միացումը ողջունել էր Facebook-ի գրառմամբ նաեւ Սուրբ Աննա եկեղեցու բակից, ծափերով։ Ես խնդրում եմ իրեն էլ բուրըն ծափերով ողջունել։
Նիկոլ Փաշինյանը նաև հորդորում է բոլորին գնալ պատարակներին մասնակցել, իրենց եկեղեցիների հոգևոր հովիվներին էլ դիմել, միանալու եկեղեցու բարենորոգման օրակարգին։ Հորդորել պատարակների ժամանակ զեղչել այն անունը, որը չպետք է հնչի խորանից, մինչև այն պահը, երբ որ մենք կունենանք Հիսուս Քրիստոսի անունով, ժողովրդով, ազգային եկեղեցական ժողովով, իրապես ընտրված եւ իր կոչման, եւ իր ապրածի, իր աշխարհայացի, իր հոգու պարունակության իմաստով լեգիտիմ կաթողիկոս։ Հայտարարում է, ոչ եկեղեցին, ոչ պետությունը էլ մենակ չեն։ Եկեղեցին եւ պետությունը այլևս իրար հետ են։ Բարենորոգման այս խորհրդանշական մեկնարկը վարչապետը ամփոփում է սաղմոսով, որով մեկնարկում են բոլոր պատարակները։ Մի կործանիր ինձ ամբարիշտների հետ եւ ոչ էլ կյանքս արյունահեղների հետ, որոնց ձեռքերն անօրինության մեջ են եւ աչը նրան լի է կաշառքով։ Ես ամբասիր ընթացա, փրկիր ինձ Տեր եւ ողորմիր ինձ, ոտքն իմ ուղիղ ճանապարհներին թող լինի, մեծ հավաքներում քեզ պիտի օրհնեմ։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Մեզ եւ ձեզ մեծ ավետի շնորհակալ։ Իրինամ Կրչյան, Էդգար Դավթյան, լուրեր։